Ես ամեն անգամ հաղորդումը սկսելիս ասում եմ, ես ձեզ պիտի ծանոթացնեմ մի շատ հետաքրքիր անձնավորության հետ, մի շատ հետաքրքիր մարդու հետ եւ այլն։ Այդպես է, ինչ անեմ, մեր տղաները բոլորն շատ հետաքրքիր են։ Մի խոսքով հայեր են։ Հիմա ես ձեզ այդպեսի մեկին պիտի ծանոթացնեմ, ուզեմ թե չուզեմ, պիտի ասեմ հետաքրքիր, որովհետեւ տեսեք թե ինչումն է բանը։ Նախ անունը Սամվել Կարապետյան, հայրը Գևորգ Կարապետյան, մայրը Սասնուհի Հովհաննեսյան։ Բնիկ Վանեցի է Արջեշ գավառի Բերդթաղ գյուղից։ 1978-ին ավարտել է Երևանի թիվ 48 միջնակարգ դպրոցը։ Դրանից առաջ մանկապարտեզ է գնացել եւ սրանով ավարտվել է նրա, այսպես ասված, դիպլոմային, այսպես արշավը կարիերայի։ Ավարտել է միջնակարգ դպրոց։ Այդքան։ 75-ից ի վեր սկսել է ճամփորդել ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմաններում, ուսումնասիրելով հայրենի բնությունը, իսկ դպրոցը ավարտելուց անմիջապես հետո 78-ից սկսել է լուսանկարել եւ չափագրել Հայաստանի տարածքում եղած սփռված բոլոր այդ հնագույն հուշարձանները, հին հուշարձանները, այսպես ասենք, իսկ որոշ ժամանակ անց Հայաստանից դուրս եղող բոլոր այդ հուշարձանները, դրանց չափագրումը, լուսանկարումը, որ շատ կարեւոր է, քանի որ այդ հուշարձանների մեծ մասը վերացվում են ժամանակի ընթացքում կամ բնության, կամ թշնամու ձեռքով, ավելի շատ թշնամու ասենք, կամ ոչ բարեկամի, այսպես ասենք, հրատարակել է մինչև օրս այս հսկայական աշխատանք է կատարել նախ, մեր սիրելի Սամվելը, մինչև օրս հրատարակել է 8 ծավալուն պատկերազարդ գիրք, այսպիսի չափերի, այսպես, ասենք, այսպես գրքեր, ցույց տաս երևի դու հետո, Սամվել ջան, ասենք սա, ահա, այսպիսի գրքեր, սրանք հզոր ու կարևոր փաստաթղթեր են, որովհետև այդ հուշարձանները, որոնք օրեցօր կորչում են կարծես, գոլորշիանում են, չկա որ է փաստարկ հետո ապացուցելու համար, Սամվելը կատարել է այդ հրաշալի գործը, դրանց չափագրումներով եւ լուսանկարումներով եւ մանրամասն նկարագրությամբ։ Եվ մինչեւ օրս զբաղված է այդ գործով, աշխատում է հայկական հուշարձանների ուսումնասիրող կոչվող կազմակերպությունում, այդպես է կոչվում այս կազմակերպությունը։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող, այդքան բան, հայկական ճարտարապետություն ուսումնասիրող։ Այսպիսի բաներ, իսկ ես գործը Թիֆլիսի քաղաքագլուխները, Սամվել Կարապետյան, խնդրեմ, սա ուրեմն խոսում է Թիֆլիսի քաղաքագլուխների մասին, որոնք բոլորն էլ հիմնականում հայեր են։ Քանի քաղաքագլուխ է ունեցել Թիֆլիսը։ Գրքի մեջ 47-ն է, որ ներկայացված են, այսինքն այդքան հնարավոր եղավ գտնել աղբյուրների մեջ, որից 45-ը հայեր են եղել 800 տարվա ընթացքում։ 800 տարվա ընթացքում 47 քաղաքագլուխ, որոնցից 45-ը հայեր են։ Թիֆլիսի քաղաքագլուխներ են։ Հայերը կախեթում, խնդրեմ։ Հայերը կախեթում եւ իհարկե հուշարձաններով եւ այլն այդ բոլորը մանրամասն։ Կախեթի 300 բնակավայրերից 103-ում հայեր են ապրել, այսինքն ամեն մի երրորդ գյուղում հայեր են ապրել եւ 1000 տարուց ավել որոշ բնակավայրեր։ Որովհետև միջև Քուր Հայաստան էր այսպես թե այնպես, չէ՞ կարծեմ։ Իհարկե Կախեթը գաղթավայր է, բայց պատմական գաղթավայր է։ Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն, Հյուսիսային Արցախ, սա այն Հյուսիսային Արցախն է, որի անհրաժեշտությունը եւ ռազմավարական առումով եւ այլն։ Մենք խոսենք այս բոլորի մասին, հա, դերևս հսկայածավալ մի աշխատություն։ Հա, այսպես հասկացանք, ավարտում ենք միջնակարգ դպրոցը եւ սկսում ենք գործ անել։ Մարդ էլ կա, գնում դիպլոմ է ստանում, հետո գնում է համալսարան, հետո մի կերպ ավարտում են ասպիրանտուրա, հետո դոկտորա, վերջում ակադեմիկոս է դառնում, պարզվում է։ Հետո պարզվում է, որ այդ ակադեմիկոսի գլխում բետոն է նստած, որ մինչև այսօր պայքարում ենք դրանց հետ, որ ոնց անենք, գոնե ապացուցենք, որ այդ ուրարտացիները հայեր են եղել, այ մարդ, ուրիշ ազգ չեն եղել, էլ ուր մնաց դրանից առաջ։ Ինչևէ, այսպիսի պատմություններ եւ այստեղ էլ կա։ Հիմա անցնենք մեր զրույցին։ Ինչպես արդեն քիչ առաջ ասացի, ես բնությամբ էի, որ ավելի շատ հետաքրքրված է, այսինքն ճամփորդելու պատճառը առիթը ուղղակի բնությունն էր։
տեսնել մեր բնությունը, բայց մեր Հայաստան աշխարհի բնության ամեն մի գողտրիկ վայրում ուղղակի մարդ ակամայից էլ հանդիպում է պատմական հուշարձանների, լինի Բերդ, Վանք, վերջապես եւ արդեն ծանոթությունը այդ ձևով ուրեմն նաեւ պատմական հուշարձանների հետ եղավ տարիներ շարունակ։ Ես երբ որ դպրոցն ավարտեցի, արդեն բավականին ներկայիս Հայաստանի տարածքում ճամփորդել էի, բայց եւ այդ բարձր դասարաններում 9-10-րդ դասարանում ուղղակի արդեն մտածում էի, որ Հայաստանի սահմաններից դուրս գամ եւ երբ որ 10-րդ դասարանում արդեն դպրոցը ավարտեցի վերջապես եւ պիտի արդեն որոշել էի, որ Հայաստանից պիտի վերջապես դուրս ճամփորդեմ, ինձ համար հարց էր Վրաստան թե Ադրբեջան։ Դե բնականաբար խորհրդային տարիներին միայն այդ տարածքներով կարող էր Թուրքիա կամ ուղղակի Թուրքիա անհնարին է, հասկանալի։ Այսինքն բաց ճանապարհները դրանք էին։ Եվ այն ժամանակվա ուղղակի պատկերացումներով կամ խելքով մտածեցի, որ Վրաստանը քրիստոնյա երկիր, մեր հուշարձանները ամենայն հավանականությամբ ապահով են եւ ավելի ճիշտ է, որ Ադրբեջանից սկսեմ։ Դա ուղղակի անտեղյակության արդյունք էր, ինչևէ սկսեցի հենց այսօրվա մեր ազատագրված շրջանները Քյալբաջարի, այսինքն Քարվաճարի շրջանը եւ Արցախը ԼՂԻ նախկին մարզի տարածքը, իսկ հետո 2 տարի անց ուրեմն նաեւ Հյուսային Արցախը, այսինքն ներկայիս Թոուզի, Կեդաբեկի, Դաշկեսանի, Շամխուրի, Խանլարի այդ շրջանները, Գանձակի շրջանը։ Եվ տարիներ շարունակ ուղղակի ամեն տարի եւ նույնիսկ ձմռան, այսինքն ամառ ձմեռ եմ ճամփորդել, նույնիսկ նոր տարի եմ դիմավորել Շամխուրի մի լքված գյուղում, որ Գյուլամբուր գյուղում, որ 2 տուն բնակիչ ուներ 3 շունչ։ Եվ մի ընտանիքում, այսինքն ամուսիններ էին ծեր, նրանց հետ միասին 82-ի դեկտեմբերի 31-ը իրենց տանն է եւ այսինքն 83-ի նոր տարին այդ 3-ով որ այդ տանը ժամացույց չկար, ես էլ ժամացույց չունեի, չիմացանք երբ ճամփեցինք 82-ը երբ դիմավորեցինք ուրեմն 83-ը Կարգին դուրս նոր տարի է։ Իսկապես ամենահիշվող եւ ամառ ձմեռ եմ ճամփորդել 84 թվականից սկսած նաև Կուրի Ձախապնյա շրջաններ, այսինքն Կուր գետը կամ պատմական Հայաստանի սահմանն է այդ մասում, ուրեմն անցա 84-ին երկար ժամանակ մտավախություն միայն այդ մասում, այսինքն գալիս էր մինչև Թիֆլիս, նկատի ունեմ, որ արևելյան Կուրը սահմանն էր հայկական Հայաստանի եւ այդ մասում գոնե սահման էր։ Եվ Շամախի եւ Նուխի, Վարդաշեն, Կուտկաշեն 12 շրջան Կուրի Ձախապնյա շրջաններն են, որ պատմական բուն աղվանք երկրամասի մաս են կազմել, բայց սրանք հայի համար չեն եղել գաղթավայր, թեկուզ Կուրը պատմական Հայաստանի սահմանն էր, բայց ուղղակի երկաթյա մի պատնեշ չէր, այսինքն հայ բնակչություն ունեցել է վաղնջական ժամանակներից, նաև Կուրի Ձախապնյա շրջանները, Մեծ Կովկասի հարավահայաց լանջերը։ Եվ ուրեմն մինչև Արցախյան շարժում մինչև 88 թվականն էլ մի 4 տարի փաստորեն հասցրեցի նաև այդ շրջանները անցնել եւ այսօրվա դրությամբ չեմ իմանում հավաքածս նյութը շատ է, քիչ է, բայց ինչ էլ որ կա, փաստորեն միակն է եւ ըստ էության ես միակն եմ եղել, որ Հյուսային Արցախից կամ մանավանդ Կուրի Ձախապնյա շրջաններից, որ բոլոր գյուղերն անցել են, Կուրի Ձախապնյա շրջան, որպես իմանանք ինչի մասն է խոսքը, միայն 200 մահմեդականություն ընդունած հայերի գյուղեր կան։ 200 գյուղ հայ մահմեդականներ են ծագումը, որ հիմա արդեն իրենց ադրբեջանցի են համարում, բայց ծիսական 1001 սովորություններով տարբերվում են դաշտի թուրքերից, այսինքն այն թուրքերից, որ իրապես թուրքեր են եւ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին խաշնարածներ էին, նստակերության անցան։ Մահմեդական հայերը երբեք խաշնարածներ չեն եղել եւ հանկարծ նստակերության չեն անցել։ Միշտ էլ հողագործ։ Նրանք միշտ եղել են հողագործ։ Սրանք նախալեռնային գոտու Կուր գետի Ձախապի բնակիչներն են։ Այդ երկրամասը առասարակ շատ խայտաբղետ երկրամաս է։ Ուրեմն թրքախոս, բայց քրիստոնյա հայեր կային։ Սրանք էլ բռնագաղթվեցին 88-89-ին։ Սրանք Համշենից եւ այլ նկազներ։ Չէ, բնիկներ են։ Թրքախոս քրիստոնյա կային, ուտիախոս հայեր, թաթախոս հայեր, վերջապես հայ առաքելականներ, հայախոս եւ իհարկե նրանք բոլորը 88-89-ին բռնագաղթի ենթարկվեցին։ Վերջին մանրամասներ այդ բոլոր ինձ թվում է մերոնց հետաքրքիր է այդ շրջանի վերաբերյալ։
Եվ նաև հուշարձանների իրենց վիճակի այդ նույն հայերը, որ մահմեդականացած են եւ այլ, ինչպես էին վերաբերվում այդ հուշարձաններին, ինչպես էին վերաբերում հուշարձաններին դաշտի հայերը, թուրքերը, ասենք եւ այլն։ Այս մանրամասներից է դարքիրը։ Օրինակ մահմեդական հայերը, որ մի քիչ այդ ձևով իհարկե իրենց կոչելը արդեն այսօրվա դրությամբ գոնե սխալ է, որտեղ ազգային ինքնագիտակցության իմաստով ուղղակի արդեն իսպար խամրել եւ ձուլվել են կամ ձուլման ընթացքի մեջ են, գոնե մեծ մասամբ ձուլվել են, այսինքն, բայց օրինակ վերջերս մեր զինվորականներին հանդիպեցի, որ գերի էին բռնել Վանդամ գյուղից մի ադրբեջանական բանակի զինվորի, Վանդամ մահմեդական հայերի գյուղի Կուտկաշենի շրջանում։ Եվ ասում է աշխատանք տարանք այդ առումով, որ իրենց ծագման բան եւ ասում է, երբ որ բաժանվեցինք, փոխանակում է տեղի ունեցել գերիների։ Երբ որ ասում են բաժանվեցինք, նվազագույնը այդ տղան այլևս ադրբեջանական բանակում հայկական կողմի մեր դեմ զենք չի վերցնի, նվազագույնը։ Այսինքն, երբ որ մարդիկ իրենց արմատներից են խզված, պատմությունից են անտեղյակ, նույնը Կախետի հայերի վերաբերմամբ առհասարակ մարդիկ ձուլման ճանապարհը բռնում են, երբ որ իրենց ակունքից անտեղյակ են լինում, իրենց ուղղակի պապերից լուր չունեն։ Դա ընդհանուր է, ոչ միայն մահմեդական հայերի համար։ Ինձ թվում է, որ այստեղ մի քիչ տարբերություն կա Ենիչերիների եւ այս բանի միջեւ, որովհետեւ ինձ թվում է, որ մարդկա կարող է ասել, որ սա նույն բանն է, հա։ Այսինքն թուրքերը ինչ էին անում, հայ քրիստոնյա երեխաներին փոքր հասակում դեռ ծնողներից խլում տանում էին, սարքում էին սրանց Ենիչեր։ Այսինքն զինվորական զինվորներ, որոնց դասիրակում էին իսլամով, իրենց ոգով եւ այլ ինչ որ է, եւ սրանք ամենադաժաններն էին, չէ՞, Ենիչերները։ Ենիչերին որպես կանոն 6-7 տարեկան երեխեքին էին վերցնում, որոնք իրենց հոր եւ մոր անուններն էլ գիտեին ինչ ազգ են, բայց դաստիարակությունը շատ մեծ դեր է կատարում, այսինքն տվել են իրենց դաստիարակությունը եւ մարդը զենք ուղղել է իր ծնողների դեմ։ Իմիջայլոց մահմեդական հայերը 18 թվականին մասնակցություն ունեցել են տեղի հայերի, հենց հարևան հայ գյուղացիների, քրիստոնյա հայերի, գյուղերի Թալանի, նաև կոտորածների մասնակցություն են ունեցել։ Ես օրինակ մի գյուղում Պիտեզ կամ Պտեզ, Պարտեզ գյուղի աղավաղած ձևն է, ուրեմն Շաքիի շրջանի գյուղերից է։ Այդ գյուղում օրինակ ադրբեջանցի ճակերտավոր երիտասարդների հանդիպեցի։ Մենք 3 ընկերներով էինք այդ ճամփորդության ընթացքում, 2 ընկերներիս հետ էի, ուրեմն վանքի բակում վրանը խփել էինք, որ մեր խարույկը նկատեցին գյուղից եւ գյուղից երիտասարդներ եկան։ Իհարկե հարցեր կան, որ առաջին իսկ պահից չես կարող մարդկանց, այսինքն, բայց մի ժամեր միասին նույնիսկ իրենք գնացին գյուղ, մեզ հյուրասիրելու համար մթերք բերեցին եւ ջերմ մթնոլորտ էր եւ ժամեր անց ուղղակի ես ինձ թույլ տվեցի որոշ հարցեր։ Ասում դուք ձեր պատմությունից ինչ գիտեք։ Եվ այդ երիտասարդները ասացին, որ մենք չենք իմանում որտեղից ենք եկել։ Ասում իսկ ինչ եք կարծում, թե անպայման եկել եք։ Որովհետև տեսեք, ինչ որ կա մեր շրջապատում, հայի անվան հետ է կապված։ Այսինքն Էրմանի Քիլսա, Էրմանի Գյաբրիստան, Էրմանի Բուլաղ, ամեն բան Էրմանի է այստեղ։ Եվ բնականաբար մենք որ ադրբեջանցի ենք, ուրեմն ինչ որտեղից եկել ենք։ Իրենց գյուղի քահանան 1724 թվականին մեկն էր ուրեմն մի նամակի տակ ստորագրողներից, որ Պետրոս Մեծից օգնություն էր խնդրում, եւ նամակի մեջ գրել էին ռուսաց կայսեր, որ եթե հիմա չգաս, ուղղակի հիմա չհասնես, մեզ բռնի մահմեդականացնում են եւ հիմա արդեն գիշերով հայություն ենք անում, ցերեկով թրքություն։ Այս վիճակում ենք։ Եվ երբ որ այս բաները պատմեցի, ես հետո նամակով նաեւ այդ նամակը պատճենեցի ուղարկեցի տղաներին։ Իրենք սկսեցին ուղղակի բացվեցին եւ ասում գիտեք մենք օրինակ մեր մայրերը մեր կանայք այս սովորություններ ունեն երեխային քննեցնելու ձև ուրիշ է հաց թխելու ձև ուրիշ է վերջում խաչ են անում խմորի վրա 1001 մի բան որ մենք 1000 տարբերություն ունենք դաշտի թուրքերից այսինքն Կուրի ափամերձ շրջանների եւ բայց ասում են մենք չենք իմանում այդ մանրամասները երբ խոսքից մեջ ինձ ասում էին չէ մահմեդական հայեր այ այն դիմացի ձորի դիմացի գյուղում կան օրաբան գյուղում Ես այդ օրերին ինձ համար անակնկալ էր իրենց ասածը։ Իսկ իրենք մահմեդական հայեր չէին համարում։ Արդեն ոչ։ Արդեն իրենք բան էին, իրենք ադրբեջանցի էին։ Ասում են, չէ, մենք չենք, դու շփոթում ես, դիմացի գյուղը կան։ Ես այդ օրերին չիմացա ինչի ինձ մատնացույց էին անում դիմացի գյուղը։
տարիներ անց, ուղղակի 89-90 թվականներին Հայաստանի ազգային արխիվում ուրեմն հանդիպեց փաստաթուղթ, որ Օրաբան գյուղի, որ այդ երիտասարդները ինձ մատնացույց էին անում, գյուղի կեսը 18-րդ դարում հենց իրենց ժամանակ մահմեդականություն ընդունած բնակիչներ էին, բայց մյուս կեսը քրիստոնյաներ էին, որոնք 18 թվականին մահմեդականություն ընդունեցին։ Ուրեմն 18 թվականին մահմեդականացներին իրենք լավ գիտեին, իրենց հայրերից, պապերից, այսինքն շատ 100 տարի չի անց է փաստորեն, եւ այն նրանց համար իրենք փաստեցին իմ խոսքը, մի բան, որ ես այդ պահին ես չէի իմանում։ Ասի որ մեր դիմացի գյուղում կան մահմեդական հայեր։ Հիմա կարելի է սրանց ենիչեր համարել, այսինքն այդ նույն բանը։ Չէ, ենիչերին դա ուղղակի մահմեդական հայը չի, դա դաստիարակություն է, որ մարդ ենիչերի է դառնում, այսինքն դաստիարակում են իրենց դպրոցներում, իրենց ուղղակի գազանաբարում մի դաստիարակություն է, որ տալիս են, ստեղծում են զորամիավորումներ եւ այդ խմբերն էին, որ թալանի մոլուցքով եւ ուղղակի կոտորնակ բոլորից ավելի դաժան էին, քան թուրքական կանոնավոր բանական Քուրդ Համիդիեն։ Լավ, այդ օրինակը չասենք, հռոմեական կայսրերին վերցնենք, հայ կայսրերին, քանիսն էին, կարծեմ 22-ը, հա? Հայ կայսրերը։ Հիմա թիվն էլ կարևոր չի։ Ասենք հանենք այն չմշկած ակցիոհանին, հա, Հովանես Չմշկիկին, այն մնացածը ավելի մեծ թշնամի էին հայերին, քան որևէ այլ հռոմեական կայսր։ Այն Մաուրիսեր, ինչ էր Մորիկ կայսր եւ այլն բան դրանք։ Որ 5 միլիոն հայ արտագաղթեցրեց։ Այդ ոնց բացատրենք։ Հիմա իմ ուզածը ինչ է, գիտես։ Այս տպավորությունը, որ հայը որ գնաց, ծուլվեց կամ կրոնը փոխեց, մաբեդականացավ կամ աղանդը փոխեց, աղանդը չասենք, այ մարդ, կրոնական հարանվանությունը նույնիսկ այստեղ խոսք ունի մեր Բյուզանդիա։ Ասում են բյուզանդիական մշակույթ, այ անկեղծ լինենք, բյուզանդական մշակույթ եւ երջո ինչ է։ Որ մի քիչ լավ նայես, հասկանում ես աբսուրդ բան է այդ բյուզանդական մշակույթ ասածը։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Հիմքում այդտեղ բացարձակ հայկական մշակույթն է, վերսա ճարտարապետությունից սկսի որտեղից ուզում ես դուրս արի, ամուր սարկած մի քիչ ինչ-որ բաներ։ Կարևորը այդ չի, կարևորը այլ բան է, որ դրանք ավելի շատ եղան թշնամի Հայաստանին, քան ասենք այն հույները այս բարագային։ Հիմա սա կարող ենք մենք տարածել։ Մենք ունենք Ահամշենում հայություն, Թուրքիայում ունենք հայություն մեծ քանակությամբ, երի որ խաչն հանում հացի վրա համեդականացած են, գիտեն իրենց հայ լինելը։ Ես հիմա մի քիչ բան կպատմեմ քեզ։ Բայց Համշենի հայերը նաև հայախոս են, թեկուզ բան չես հասկանա, այդ չի, բայց հայախոս են։ Կամ ես հայերը որ ասում ես հիմա։ Հայանք լեզուն են կորցրել, եւ կրոնը եւ լեզուն։ Հիմա նրանք մենք կարող ենք նրանց ինձ էս է մտահոգում էլի այս բանը որ մարդկանց ուղեղում ինչ է նրանք այլևս վերջնականապես հեռացել են հայությունից չկան այլևս հայության համար որովհետեւ մի խոսք ասի այլևս հայ բանակի դեմ զենք չի բարձրացնի իսկ դա հետաքրքրում է այս քո մտածում քո կարծիքի այդ մասին խնդրում եմ ընդհանրապես լավ փորձառությունն է դա դա կախված է այն աշխատանքից որ Հայաստանը այսինքն հայ մարդը հայ պետությունը վերջապես տանում է կամ օրինակ վրացախոս հայերի ուղղությամբ ինչ են կանում մահմեդական հայերի Ադրբեջանի մահմեդական հայերի ուղղությամբ ինչ են արել որ հիմա ինչ անենք այն ժամանակ որ հնարավոր էր շատ ավելին ինչ են արել օրինակ 19-րդ դարում տեսեք երբ որ տարածք անցավ Ռուսաստանի տիրապետության տակ եւ սրանք ընդամենը 60-70 տարի էր որ մահմեդական էին այսինքն մարդիկ կային որ իրենց պապն էր որ մահմեդականություն էր ընդունել Եվ տեսեք ինչ հետարքիր բան 1840-ական թվականներից, այսինքն ընդամենը 20-30 տարի անց, արդեն Ռուսաստան տիրապետության տակ, Էջմիածնի սինոդը կամ ամենայն հայոց կաթողիկոսը սկսեց նամակներ ստանալ մահմեդական հայ գյուղերից առանձին անհատներից։ Եվ նրանք փաստում էին, որ մենք որ խաների բռնության օրոք, մեր նախնիները, մեր պապը անազգանունով նշված ստիպված մահմեդականություն է ընդունել, խնդրում ենք թույլ տալ վերամկրտվելու հայ առաքելական եկեղեցով։ Բազմաթիվ դիմումներ։ Ուրեմն սա ցույց է տալի, որ մահմեդական հայերը քրիստոնյա արդեն տերության հովանու ժամանակ համարձակվել են եւ վերջապես ուզեցել են, այսինքն եղել է ծայր է առել մի ալիք, բայց այդ ալիքը ավելի հզորացնելու այդ ինչ ասեմ, այդ կրակի վրա յուղ լցնելու ուղղությամբ գործ չի արվել։ Ընդամենը անհատ դիմումներին բավարարում է տրվել։
Մենք ունենք օրինակ Ղազար Քահանա Հովսեփյան, որ 1904 թվականին հրատարակեց Ակնարկներ ուտեացի եւ մամեդական հայերի մասին գիրքը, այնտեղ ուղղակի բառացի ասում է, եթե մենք հայերս շրջիկ, բանիմաց, քարոզիչ քահանաներ ու վարդապետներ ունենայինք, այս դժբախտ մամեդական հայերը հայ առաքելական կլինեին։ Ուղղակի ասում է։ Մենք այդ ուղղությամբ չենք աշխատել, երբ որ շատ ավելի էր հնարավոր անել։ Եվ հիմա որ այդ անդունդը շատ ավելի խորացած է, դժվար է լցնելը կամ գուցե արդեն ուղղակի անհնարին է լցնելը։ Իմիջայլոց նույն տարածքում Քուրիձախապին կային վրացաբնակ գյուղեր, որ նույնպես մահմեդականացել էին։ Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո վրաց եկեղեցին էգզարխը ուղարկեց շրջիկ, բանիմաց, քարոզիչ վրացի վարդապետներ եւ ճիշտ է մեծ մասամբ նրանց չկարողացան մահմեդականությունից քրիստոնյա վերամկրտել, բայց մի շարք գյուղեր քրիստոնեություն գյուղովի ընդունեցին եւ հիմա հենց Քուրիձախապին կան այդ Ադրբեջանի տարածքում գյուղեր, որ ուրեմն քրիստոնյային ի սկզբանե, հետո մահմեդական, հիմա նորից քրիստոնյա գործում է վրացական դպրոցները, իդեպ վրացական դպրոցները գործում են նաեւ մահմեդական հայ վրացիների գյուղերում։ Նրանց ինգիլոյներ են ասում։ Վրացիները լեզուն պահել են, բայց կրոնը փոխել եւ կապ ասում են վրացի մահմեդական, վրացի քրիստոնյա։ Իսկ մենք եթե հայերս, ասենք մի որևէ հատված ոչ մեր կամքով, պատմության բերումով մահմեդականություն են ընդունել, ընդհանրապես մեր եկեղեցին մեջ միացինը լինի, ընդհանրապես մենք ուղղակի խաչ ենք քաշել, ձեռքներ ծալել ենք, մենք կարծես անելիք չունենք։ Մենք անելիք ունենք մեր հայության բոլոր հատվածների ուղղությամբ, լինի մահմեդական, ինչ աղանդի ուզում է լինի, եթե նա հայ է, մենք անելիք ունենք, պարտավորվածություն ունենք, լավորից չէ, որ մահմեդական է դարձել, բայց իրավունք չունենք ուղղակի անտեսենք նրանց գոյությունը։ Ես էլ եմ այդ կարծիքին, որ դες նույն խոսում ենք մենք արևմտահայքի մասին, եւ ասում են մենք այնտեղից դեռ դուրս չենք եկել, հետարքիր պատմություն պատմեմ, մի հետարքիր գիրք ընկավ ձեռքս 30-ական թվերին հրատարակված Հալաջյան հեղինակը, ուրեմն սա պատմում է, որ ինքը գնացել ճամփորդել է այնտեղ քրդական շրջաններով արևմտահայքի եւ ուրեմն մի քանի բան կա, հիմա չեմ ուզում հաղորդումը քեզ հետ է, չեմ ուզում երկարացնել, բայց ուրեմն ասում է ուրեմն թրքացած հայեր էր, գյուղեր են, սարմի Սասունում, քրդացած ավելի ճիշտ։ Ուրեմն ասում է սրանք, երբ որ ասես հայ եմ եւ այլն, ինձ ընդունեցին շատ լավ, պատիվ տվին եւ այլն, կողմն։ Եվ ես ասացի, որ ես ուզում եմ տեսնել կա, երբ այստեղ կան արդյոք պահպանված հայեր։ Սրանք ասին, չէ, այդպես բան չկա, որտեղից եւ այլն, մի խոսքով որ սրանք շատ են մոտիկացել, չգիտեմ, սրտները բացվել է, կողմն, սրանք ասել են լավ, մենք քեզ ցույց կտանք, բայց դու պիտի քո մեջ մնա, գաղտնիք պիտի մնա։ Տարելին ասում է երկու հոգի դրեցին հետս, այդ ծերպերով, Սասունն էլ Սասուն է, գիտես, այդ ծերպերը հետս անանցանելի մարդ անգամ չի կարող ասել, ասում անցած գնացին քաղաքի ճանապարհ, միտեղ ասում է հասանք, որ երկու հոգի դուրս եկան, ասում է այն ժամանակ ջարդի թվերին, հա, տարածքզբի տարազով, այդ նույն մոնսիններով, նույն զենքերով, ինչ որ այն ժամանակ էր, երկու հոգի դեմներս եկան, սրանք խոսեցին իրար հետ, սրանք գնացին, այս երկուսը նորը, ասում է վերցրին ինձ, ու ասում է դուրս եկանք մի հովիտ, մի զարմանալի հովիտ էր ասում, որտեղ շրջապատված էր լեռներով, ծերպերով այդպես։ Եվ ասում է այդ հովտում գյուղ է։ Եվ ասում է իջանք այդ գյուղ, ասում ես ապշել էի։ Ուրեմն նախ մարդաբանական տիպը բացարձակ հայերը մեկ այնտեղ վարու դասարկում, չգիտեմ, լրիվ ինքնաբավ, կապ չունեն արտաքին աշխարհի հետ, բացարձակապես, իրենք համոզված են, որ իրենք աշխարհում միակ հայերն են պահպանված, որ վերացել են հայերը ընդհանրապես, եւ իրանք սերմն են պահում այնտեղ, որ սերմը չկորի, պատկերացնում ես։ Ասում է դրանց առաջնորդը եկավ ու հայերեն են խոսում։ Որ ասում է ասացի, որ կա ինքը Բերութի, այդ մարդը Բերութի էր, կարծեմ Բերութից է գնացել Հալաջյանը, թե Ռումինիայից, չեմ հիշում այս որտեղի հայ էր, ասել է, որ հիմա խորհրդային Հայաստան կա, 30-ական թվեր ենք խոսում, որ ասում է ապշել էր, ոնց թե հայեր կան, ասում է մենք կարծում ենք չկան, գոյություն չունեն, մենք ենք պահում այդ սերմը, որ վաղ միսօր հնարավորություն
Դե ասել եք գնացեք ձեր թագավորին ասեք, որ մենք կանք, մենք պահպանել ենք թողքան տերություն անեն մեզ։ Մի խոսքով այս կարգի մի պատմություն կներես, սա Հալաջյանի գիրքը չի, Հալաջյանի գիրքը քրդերի մասին էր խոսում։ Սա պատմում էր Հովանես Շիրազ անունով ֆոտոգրաֆ կար։ Ինքը բերուցի էր։ Բերուցի էր, այս Հովանես Շիրազն է սա պատմումը։ Ես շփոթեցի մի վարքյան, Հալաջյանի գիրքը ուրիշ բան էր լրիվ, էլի քրդերի հետ կապված հարցեր էին, մեր ձեռագրերի եւ այլն, պահված ձեռագրերի թաքցրած, որ պատկերացրու Աշիրաթապետը քուրդ, ասում է մեր գրքերը պահված են, ասում է ոչ մեկը դրանց տեղ իրավունք չունի գտնելու, ոչ էլ մեր ցեղակիցները պիտի իմանան, մենակ ես գիտեմ իմ որդին ու այդպես։ Այ մարդ ասում է ոնց թե դուք գիր ունեք, քո ինչ գործն է, ասում է մեր գրքերն են։ Ասում բացատրել է, որ այդ գրքերի տեղը մերոնք էլ իմանան, կգնան, բայց դա պիտի պահվի այնքան ժամանակ, մինչև ժամանակը գա, որ դրանք դուրս գան։ Մենք սրանք հայեր են քրդացած, բայց այդ մասին գիտի միայն Աշիրաթապետը։ Այսպիսի արտարոց պատմություններ, միստիկ կարծես պատմություններ են։ Այս տարվա օգոստոսին մեր Արևմտա Հայաստանի ճամփորդության ժամանակ մենք գնացինք Պապիս գյուղը Բերթախ։ Քրդեր էին, զուտ միայն քրդեր էին ապրում, երբ որ իմացան, որ Էրմանիստանից ենք, ասին հարևան Բանոն անունով գյուղում միտուն հայ կա։ Հայեր եք, գնացեք, այցելեք, տեսեք։ Երեկո էր, մենք ուղղակի իհարկե շատ հետաքրքրվեցինք, ասին ովքեր են, ասին Ղազար աղայի թոռներն են։ Հիմա մեկի անունը Աբդուլլա, մյուս նման անուններ, եւ այդ օրը ուղղակի մենք առիթ չունեցանք երեկո էր, հետո էլ ուրիշ դիպված եղավ Արճեշում, ինչևէ օրեր անց մտածում էինք վերադարձին։ Օրեր անց 9 օր անց։ Այս մարդիկ իմանալով, որ հարևան Բերթախ գյուղում եկել են հայեր, իրենք հետաքրքրվելով, ուրեմն Վան քաղաքում եկան մեզ հյուրանոցում գտան։ Այսինքն 9 օր մեզ փնտրել էին։ Դու անշնորհներ գնայիք տեսնեիք։ Չէ, մենք վերադարձին պիտի գնայինք տեսնեինք, բայց հետաքրքիրը որն էր, որ նախ մեր ձա բնակ, այսինքն հարևան քրդերը իրենց որպես հայ են ճանաչում, իրենք հայերեն ոչ մի խոսք չէին իմանում։ Հա, եւ ոչ էլ քրիստոնյա էին, մահմեդական էին։ Բայց ասում էին մենք հայ ենք։ Քրդախոս մահմեդական էին, այսինքն առերևույթ քրդերից չէին տարբերվում։ Բայց իրենք գիտեին, որ հային հերիք չի, ամբողջ միջավայրշրջապատը գիտեր, որ հայ են։ Էս էլ այդ տեսակն է։ Քանի տեսակ եղավ։ Դե Մեկը որ լեզուն չունի, կրոնը փոխել է, ինքը գիտի հայ, շրջապատը գիտի հայ, մեկը որ շրջապատը չգիտի հայ, մեկը գնա գալիս է։ Այդպես որ հաշվենք, գիտես քանի միլիոն է հայությունը։ Ինչևէ, սիրելիներ, մենք մի քիչ շեղվեցինք մեր բունտեմայից երևի, հա։ Այսինքն շեղում չի, սա էլ է մտնում այդ ամեն ինչի մեջ։ Ամենայն դեպս ինձ թվում է, որ գենետիկորեն այդ գենը ունի իր հիշողությունը, կա գենետիկ հիշողություն, եւ որը ինչ որ պահի արթնանում է, երբ լինում են համապատասխան պայմաններ։ Ինձ թվում է այդպես, եւ ես կարծում եմ, որ մենք բավական շատ ենք աշխարհում թվականակով եւ բավական քիչ։ Հիմա նայած որ կողմից կնայես։ Ես ճիշտ Մենք շատ ավելի քիչ ենք, քան ասված 8 միլիոնը, եթե դու խոսում ես հայի մասին, իր բոլոր արժանինքներով, հայկական արժանինքներով, հա, ես 1 միլիոն հազիվ հաշվեմ կամ ավելի քիչ։ Շատ ճիշտ։ Հա, դե հայ ենք խոսում իսկապես։ Կամ ենք խոսում ենք մի քանի տասնյակ միլիոնի մասին, եւ ծագումով ենք խոսում, այսինքն իր գենետիկ հիշողությամբ։ Կարծում եմ, որ այս բոլորի գոնե միջինը վերցնելու պարագային, աշխատանք տարվելու պարագային, իհարկե պայմաններն էլ պիտի համապատասխանեն։ Ամենայն դեպս հայատի փեշերը, հայկական լեռնաշխարհը կմնան ավետյաց երկիր եւ երբեք չեն պղծվի։ Մարդկության համար դարձյալ փրկության խարիս կլինեն 21-րդ դարում, կարծում եմ։ Ինչևէ, այս թեման արի մի քիչ հիմա անցնենք շրջանցիկ, թե բան ունեիր ասելու։ Չէ, ուղղակի ես առհասարակ հավատում եմ դաստիարակությանը։ Անշուշտ։ Այսինքն այդ գենի վրա շատ հույս չեմ դնում, որովհետև գենիչերիներն էլ հենց գենով հայ էին, բայց դաստիարակության շնորհիվ զենքը իրենց ծնողների դեմ ուղեցին։ Այսինքն ես հավատում եմ դաստիարակությանը։ Բնականաբար, հա։ Բնականաբար, բայց դրա արյուն ասածը հայկական արյուն չէ, մանմիջ 4 տեսակ արյուն է հոսում ամբողջ մոլորակի բոլոր ժողովուրդների 4 կարգի արյուն։ Առաջ, երկրորդ, երրորդ, չորրորդ։
Դա է, այսինքն գենեալոգին էլ հետաքրքիր գիտություն է եւ այդ գենի գաղափարը շատ լուրջ է, այստեղ վրայից չես կարող անցնել։ Հետո գիտես ինչ ասում են, որ միշտ հանճարի երկրորդ սերունդը հանգստանում է, չէ՞։ Ես օրինակ հանճարեղ տարիքով ընկերներ ունեի, հանճարեղ մարդիկ էին։ Հիմա անունները չեմ ուզում տալ, որովհետեւ դրանց զավակները կան շրջապատում։ Տղաները բութ են բացարձակ։ Հայրը հանճարեր, տղեկը բութ։ Թորը հետաքրքիր բաներ է ցույց տալիս, հանճարեղության նշաններ է ցույց տալիս։ Ասում են մի սերունդ միշտ հանգստանում է։ Իսկ այս պարագային գուցե գենը մի որոշ ժամանակ հանգստանում է մինչև դարձյալ ոչ տալը, ով գիտի ժողովուրդ, առայժմ դեռ մենք մեր հայրենիքից ենք հեռանում, չգիտենք, ուսներս դրել ենք, չգիտեմ։ Հայրենիքից հեռանում ենք ազգային դաստիարակություն չունենալու պատճառով, այսինքն նորից պատճառ, տնտեսական պատճառ չկա։ Ես տասնյակ, հարյուրներով մարդիկ գիտեմ, որոնք որևէ բանի կարոտ չեն, բայց հեռանում են, որտեղ դաստիարակություն չունեն։ Իսկ դաստիարակությունը դպրոցն է տալիս, դե ազգային դպրոց չենք ունեցել ու դեռ չունենք։ Տեսնենք, Աստված առաջ։ Հիմա նախքան այս առաջին մասը մեր հաղորդումի ավարտելը, որին մնաց երևի 10 րոպե, արի մի փոքր անդրադառնանք գրքերին եւ ըստ հերթականության, ոչ բոլորին իհարկե, հետո երկրորդ հաղորդմանը մենք կարող ենք դա շարունակել, բայց որն է որ դու այսօր այս թեմայից ելնելով կարող ես ներկայացնել մերոնց։ Ուրեմն բոլոր գրքերն էլ սկզբունքորեն մշակույթի, հայ մշակույթի այն մասի են հատվածի, որ ներկա Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս են, դրանց է վերաբերում, բայց բոլոր դրսի եղածների մասին է։ Այո, օրինակ ասենք մեր երրորդ գիրքը ազատագրված շրջանների տարածքում պահպանված հայկական հուշարձաններին է վերաբերում։ Իդեպ նույն գիրքը, քանի որ տեսնում եք ինքնին արդեն քաղաքական առաքելություն ունի, նույն գիրքը հրատարակեցինք նաև ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, սա էլ նույն գրքի անգլերենն է։ Խոսքը վերաբերում է 7 ազատագրված եւ նաեւ եւս 4 ազատագրվելիք շրջանների տարածքում։ Ազատագրվելիք, այդ բառագայը։ Այսինքն մինչև կուր է ներկայացված նյութը։ Մինչև կուր։ Իսկ մինչև կուր իհարկե շատ կարևոր հատված է իհարկե։ Ժամանակին եթե անեին, խելացի կլինեին, բայց նման աշխատությունները իհարկե մենակ մշակույթին չեն նպաստ բերում կամ հայագիտությանը, սրանք այսօրվա դրությամբ քաղաքական առաքելությունն են, այսինքն այդ բանակցությունների սեղանի համար շատ կարևոր են եւ պատահական չի որ մանավանդ անգլերենը ասենք մեր արտգործնախարարությունից ազգային ժողովից ուղղակի աշխարհով մեկ ուր որ խորհրդաժողովներ են Ղարաբաղին ներված ամեն անգամ մի քանի ասենք 10 20 30 օրինակ տանում են։ Սիրելիներ, իմիջիայլոց ես տամ թիվը, հեռախոսի թիվը կարելի է տալ մեր հայրենագիստներին։ Ասա տեսնեմ ինչ է թիվը։ 52 15 25։ Ուրեմն 52 15 25 5 2 1 5 2 5 52 15 25 Մի քիչ հետո դարձյալ կրկնեմ, եթե հարցեր կունենաք, հետաքրքրված եք այս գրքով, որ ես որ հետաքրքրված եմ, հայերենով անշուշտ, անգլերենով գուցե ձեզնից շատերը, զանգահարեք, կարող ես օգնել իրենց այս հարցում։ Հա, իհարկե։ Հա։ 52 15 25 52 15 25 Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյան 52 15 25 Ուրեմն սա այս գիրքը փաստորեն բոլոր այն հուշարձաններն են, այստեղ չափագրումներ են, լուսանկարներ եւ ամեն ինչ կա, չէ՞։ 1600 նկարագրությունը իհարկե, մանրամասն։ Ինչքան է, քանի հուշարձան։ 1600-ի չափ հուշարձան հաշվառվեց 93-98 թվականների ընթացքում էր որ հիմնական աշխատանքը իհարկե ես այդ Լաչին կամ ասենք Քյալբաջար այդ 84-85 թվականներին էլ եմ եղել, այսինքն այստեղ նկարներ կան որ դեռ այդ թուրքերի ժամանակվա որ բնակվում էին այդ ժամանակներից մնացած որոշ նկարների զուգահեռները կան որտեղ այդ 10 տարվա ընթացքում էլ ահագին բաներ ավերվել մինչև որ մերոնք կազատագրեին ինչևէ ներկայացված է շրջան առ շրջան եւ շատ հետաքրքիր այս առումով նույնպիսի քարոզչական որտեղ արդեն 94 թվականի մայիսից ըստ էության պատերազմը քարոզչական ոլորտում է փոխադրվել, այսինքն զենքերով չէ որ կռվում ենք, այլ նման նյութերով, օրինակ Վարդան Օսկանյանը են շատ լավ, հա, Վարդան Օսկանյանը բավական լավ են հրատարակել, այսինքն սա Ռուբին հրատարակչատունն էր Երևանի, որ ձգտեց իսկապես նյութը կարևորելով մարդիկ հակառակ իրենց ոչ այնքան բարձրորակ տեխնիկայի ամեն ինչ արեցին որ շատ լավ որակ ստանան։ Լավ որակ է։
Ինչ էր ասում Օսկանյանը։ Պատմում էր, որ օրինակ Ստրասբուրգում, երբ որ այս գրքից 35 օրինակ տարի եւ բաժանել են, զուգահեռ պատմում էր, թե Ադրբեջանը որքան նյութ էր բերել, տարածել եւ ինչ լավ էր, որ սա մենք ունեինք, սա էլ բաժանեցինք Եվրոխորհրդի падգամավորներին, շնորհակալագիր ենք ստացել այդ առիթով։ Սա դադիվանքն է։ Դադիվանքը մեր կազմակերպությունը արդեն 4-5 դադիվանքն է, սա դադիվանքը գտնվում է Հիմա արդեն պիտի ասեմ, որ այս կաթողիկե եկեղեցին այս տարվա վերջին կավարտվի վերականգնումը։ Ամբողջությամբ մեր կազմակերպությունը արդեն տարիներ աշխատում է։ Փոքր եկեղեցին կա գմբեթավոր եւ ժամատունը, որ նույնպես արդեն վերականգնված են կամ ընթացքի մեջ են։ Սա Քարվաճարի շրջանում է, շատ մոտ Մարտակերտի շրջանի սահմանին։ Հրաշք։ Դադիվանք։ Բարի։ Այդ տեսակետից շատ նման է իր առաքելությամբ Հյուսային Արցախ գիրքը։ Տեսեք, սա Հյուսային Արցախ աշխատությունը փաստորեն նվիրված է Հյուսային Արցախ ասելով, արդեն ինքնին հասկանալի է ներկայիս Ղարաբաղի Հանրապետության հյուսային հատվածը, այսինքն սկսելով Շահումյանի շրջանից, որ 92 թվականին փաստորեն թուրքերը գրավեցին եւ հայաթափ եղավ, բայց որոշ շրջաններ շատ ավելի վաղ հայաթափ են եղել, այսինքն 88-89-ից Դաշկեսանը, Շամխորը, նշանավոր գյուղեր գոնե Չարդախլու, ասենք Բանանց, Գետաշեն, այս գյուղերի անունները գոնե մեր հայրենակիցները պիտի որ գեներալներ, մարշալներ, հա, գոնե այդ ձևով, ուրեմն սա այդ երկրամասն է։ Գրքի մեջ փաստորեն 450 գյուղի պատմություն է ներկայացված, ոչ միայն այն 50 գյուղերը, որ մինչև 88-92-ը հայաբնակ էին, այլ առհասարակ քանի գյուղ, որ այդ երկրամասի տարածքում կա, որտեվ ես իմ խորին համոզմամբ մեր տան մեջ ով որ ինչ որ ժամանակ բույն է դրել, նրա պատմությունն էլ մենք պետք է ուսումնասիրենք, այսինքն բոլոր թուրքաբնակ կամ ռուսներ էլ կային, գերմանացիներ էլ կային այս Հյուսային Արցախի տարածքում, ուրեմն բոլորի պատմությունն էլ ներկայացված է։ Իհարկե իբրև սկիզբ դեռ հայերեն են հրատարակել, բայց սա շատ կարևոր է, որտեվ տեսեք փողզիջումներից են խոսում։ Փողզիջումը հանձինս Հյուսային Արցախի ի վնաս մեզ արդեն կայացած է։ Այսինքն երբ որ տեսեք թուրքերը իրենց կորցած շրջաններից ամբողջ աշխարհը բորում են եւ ուղղակի աշխարհին նույնիսկ Շուշիից են խոսում, իսկ մենք այս Հյուսային Արցախ մի հսկայական երկրամաս ենք կորցրել, լուրջ չենք խոսում այդ մասին եւ անձնական իմ տպավորությունն նա է, որ կարծես մենք ոչ իհարկե ոչ ունեցած խոստովանենք, որ այդպես է, ոչ երբ ունեինք լուր ունեինք ունեցածից, ոչ կորցնելուց հետո իմացանք ինչ կորցրինք։ Լսիր, եղբայր։ Եվ դրա համար չենք խոսում կորցրածից, որտեղ ասում ենք Շիրազը գրում էր, տեսնեմ անին ու նոր մեռնեմ։ Մեր համար, անին տեսնելը գնալ է, անին ու ման գալ։ Ինչ հրաշք էր, չէ՞, ինչ հրաշք է այսօր։ Եղբայր, այդ անին մեր սահմաններում էր, հա? Որ թվերին։ Մինչև 20 թիվը։ Մինչև 20 թիվը։ Այդ ինչ արեցինք մենք այդ Անիի հետ, այդ ինչ վերաբերմունք էր դրա։ Ինչ ենք անում հիմա Անիի հետ։ Կամ ինչ ենք անում հիմա ընդհանրապես։ Ուրեմն հարցը հետեւյալն է։ Որ պայթեցումներով շահագործում ենք Անիի դեմ դիմաց գտնվող քարհանքը եւ վնասելով Անիին։ Եվ թուրքերը աշխարհով մեկ բողոքում են հայերից, որ պայթեցումների պատճառով Անիի շենքերը վթարվում են։ 16-17 թվականներին Նիկողայոս Մարը արգելել էր որսորդական հրացանով քաղաքատեղիի տարածքում մեկ որս անել։ Ուրեմն կրակոց, որտեղ ձայնը վնաս է։ Իսկ հիմա այնտեղ Անիում Անիպեմզայում պայթեցնում են հանքերը, մենք ենք պայթեցնում եւ այդ վնասում ենք այդ հուշարձանները, որոնք մեր հուշարձաններն են։ Շատ լավ, այսինքն մեզ հրատապ հարց ունենք հայանալու, շատ արագ ժողովուրդ։ Շատ արագ հայանալու խնդիր է դրված մեր առջև։